օրինակ նույն իսրայելական տարբեր վերլուծական կենտրոններ, վերլուծաբաններ օրինակ իրենց տեսանկյունից էլ կանխատեսում են ապագա Իսրայելի հակամարտությունը Թուրքիայի հետ պարոն Շահնազարյանը ճիշտ նշեց առերևույթ է թե բովանդակային է երևում այդ հակամարտությունը, բայց ինչ որ մի պահի դա շատ կանխատեսելի հարց է։ Հիմա սրանով է պայմանավորված մեծապես կարծում, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգների քաղաքականությունը այստեղ վերլուծելու, որովհետև տարածաշրջան որևէ երկիր այնքան ազդեցություն չունի Միացյալ Նահանգների քաղաքականության վրա, այո, բայց այդ տարբեր խաղացողների միասնական դիրքորոշումները հիմք հանդիսացան, որպեսզի Միացյալ Նահանգները այստեղ որոշում կայացնի։ Իհարկե, բոլորից ամենաազդեցիկը վստահաբար Իսրայելն է։ Այստեղ երևի թե երկրորդ կարծիք լինել չի կարող։